Հարգելի հայրենակիցներ, Նիկոլան Հողը չի հանդարտվում։ Հիմա էլ տեսաուղերձով է անդրադարձել վաղաշաբաթում տեղի ունեցած ընտրություններին եւ նշել է, որ իր քաղաքական ուժին ցայնտված վաղաշաբաթիները կողմ են կյանքին։ Այստեղ մի քանի մանիպուլյացիաներ ենք մենք անդրադառնում եւ կեղծիքների, որոնք Նիկոլը հմտորեն քողարկում է իր հայտարարությունների հետևում։ Նախ նշեմ, որ Նիկոլան Հողը հաղթանակ չի տարել, որովհետև պարզ մաթեմատիկական հաշվարկով վաղաշաբաթի թիմ ընտրություններին մասնակցած ընտրողների ընդամենը 48.5%-ն է ձայն տվել ՔՊ-ին։ Մյուս պարզ մաթեմատիկական հաշվարկ է 51.5%-ը դեմ է քվեարկել ՔՊ-ին փաստորեն իր ձայնը տալով այլ քաղաքական ուժերի։ Կապիտուլյանտ Նիկոլը չի ուզում բարձրաձայնել, որ իր շնորհիվ նախկինների օրոք ընդունված ընտրական օրենսգրքի, որը ի դեպ նշեն, որ նախկիններն էլ իրենք չէին հնարել։ Նախկինները այդ ընտրական օրենսգիրքը չգիտես ինչի վերցրել էին ֆաշիստական Գերմանիայի Բենիտո Մուսոլինիի կառավարման ժամանակաշրջանի ուրեմն ընտրական օրենսգրքից, որը մեր մոտ անվավեց Դոնտի բանաձևով ուրեմն հաշվարկ եւ փաստորեն կարող են ասենք քաղաքական ուժերը, որոնք պարզ մեծամասնություն չեն հավաքում, այդ տոնտի բանաձևով բոնուսներ ստանան եւ դառնան ուրեմն հաղթանակած ուժեր, կուսակցություններ եւ այդ ձևաչափով էլ 48.5% հավաքած ՔՊ-ն Արգիշնի Մեխակյանի շնորհիվ հավաքած ՔՊ-ն հիմա փաստորեն ինքը իրեն հրճակվում է հաղթանակած։ Իրականում կրկնում եմ վաղաշաբաթում ընտրությանը մասնակցած ընտրողների 51.5%-ը, որը պարզ մեծամասնություն է, դեմ է քվեարկել ՔՊ-ին, իր ձայնը տալով այլ քաղաքական ուժերի։ Եվ Նիկոլան Հողը չի կարող իրեն հայտարարել որպես հաղթանակած, որտեղ ժողովրդավարական երկրներում, օրինակ ֆաշիստական Գերմանիայի կամ ֆաշիստական Իտալիայում ընդունված ընտրական օրենսգրքերը չեն կիրառվում։ Մեր մոտ ֆաշիստական Իտալիայի ուրեմն ընտրական օրենսգիրքն է ընդունվել նախկինների օրոք, կրկնում եմ, եւ Նիկոլան Հողը այս 7 տարիների ընթացքում բացարձակ չցանկացավ այն փոխել, որտեղ այն ամբողջությամբ ձեռնտու է իրեն, որտեղ ինքը կարող է ասենք Երևանի նման, Վաղաշաբաթի նման, այլ քաղաքների նման, այլ բնակավայրերի նման, ասենք 50% չհավաքել ու վերցնել իշխանությունը ըստ օրենքի, իսկ մյուս տեղերում, որտեղ բացայտ պարտվում է, զավթում է իշխանությունը իրավապահ համակարգին օգտագործելով ընդդիմադիրների դեմ։ Ինչ վերաբերվում է ընդհանուր առմամբ թիմ ընտրությունների եւ համապետական ընտրությունների տարբերությանը, կապիտուլյանտ ոչնչությունը ուրեմն Ալիևի կողմից բնութագրված որպես հարբեցող ծաղրացու եւ պատասխանի չարժանացած փորձում է թիմ ընտրությունները համեմատել համապետական ընտրությունների հետ եւ Արգիշնի Մեխակյանի հաղթանակը եւ նրա թիմի հաղթանակը վերագրել մենակ իրեն, թե ժողովուրդը գնացե ՔՊ-ին ընտրել։ ՔՊ-ին է ընտրել, որովհետեւ թիմ ընտրությունները միշտ տարբերվում են համապետական ընտրություններից, հարգելի հայրենակիցներ, որովհետեւ թիմ ընտրությունների ժամանակ մարդիկ ավելի մեծ ուշադրություն են դարձնում, թե համապատասխան քաղաքական ուժը, ասենք Գյումրիում, Վաղաշաբաթում, Վանաձորում, Կապանում, Գորիսում, Մարտունիում, ում դեմքով է հանդես գալիս եւ ովքեր կան այդ ցուցակում եւ այդ մարդիկ մեծ աշխատանք են տանում իրենց լիդերի հետ, որպեսզի համապատասխան քանակությամբ ձայներ բերեն այն քաղաքական ուժին, ում իրենք ներկայացնում են։ Եվ ասեմ ձեզ, որ ես չնայած ՔՊ-ին չեմ ընդունում, բայց Արգիշնի Մեխակյանը փաստորեն որոշ չափով ընդունված անձ էր, հատկապես գյուղական բնակավայրերում։ Իսկ Նիկոլան Հողը հատուկ էր այնպես արել, որ Էջմիածին քաղաքը միացվի 17 գյուղերի եւ ինքը շատ լավ հաշվարկ ունենալով գիտեր, որ այդ 17 գյուղից գոնե 15-ում, 14-ում շեշտակի հաղթանակ տանելով կարող է չեղարկել Էջմիածնում եւ 1-2 գյուղում բացասական թվերը, որը ինքը հավաքելու է։ Եվ հենց այդպես էլ եղավ, հարգելի հայրենակիցներ, որովհետեւ 17 գյուղից 15-ում Նիկոլ Անհողի տեխնացու Արգիշտի Մեխակյանը 60%-ից ավել ձայներ հավաքեց։ Իսկ դուք գիտեք, որ հարգելի հայրենակիցներ, Նիկոլան Հողը, որը վաղաշաբաթ ասելով առաջ է գնում, բացարձակ չի բարձրաձայնում, որ օրինակ Էջմիածին քաղաքում ՔՊ-ին ձայն է տվել ընդամենը 30%-ը ընտրողների,
ընտրությանը մասնակցած, իսկ 70%-ը փաստացի դեմ է քվեարկել Նիկոլ Անհողի ԿՊ-ին եւ Արգիշտի Մեխակյանին։ Եվ ասենք ընդհանուր առմամբ վաղարշապատցի ասելով ինքը փորձում է, ասենք լղոզել, որ այն հանգամանքը եւ այն փաստը, որ Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը դեմ է քվեարկել իրեն, բայց ասենք գյուղերով ինքը իրեն համարում է հաղթանակած։ Իդեպ նշեմ, որ այս գյուղերով հաղթանակ տանելու պրակտիկան Նիկոլը կրկին ժառանգել է նախկիններից։ Նախկիններն էլ հատկապես երրորդ նախագահան հիմնականում գյուղերով էր հաղթանակ տանում իմ հարազատ Շիրակի մարզում, պարտություն կրելով եւ Գյումրիում եւ հիմնական խոշոր բնակավայրերում։ Գյումրիում միշտ է պարտություն կրել, այդ հեչ։ Բայց անցնենք Նիկոլ Անհողի։ Ուրեմն այս անձը փորձում է նաև ուրեմն կրկին մանիպուլյացիաների դիմելով, ինչպես ես նշեցի, ԿՊ-ի ստացած ձայները վերագրել իրեն եւ իր քաղաքական ուժին, այնինչ կրկնում եմ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները շեշտակի տարբերվում են ուրեմն համապետական ընտրություններից, ազգային ժողովի ընտրություններից։ Դրա վառ օրինակ հայրենիք կուսակցություններ։ Գյումրիում հայրենիք կուսակցությունը X մարտով ներկայացված բավական մեծ ձայներ ստացավ եւ երրորդ տեղը զբաղեցրեց ԿՊ-ից եւ կոմունիստական կուսակցությունից հետո Վարդան Ղուկասյանի կողմից ղեկավարվող երրորդը Մարտուն Գրիգորյանն էր։ Իսկ օրինակ վաղաշապատում ԿՊ-ին կներեք նույն հայրենիք կուսակցությանը չհաջողվեց նույնիսկ անցնել Ավագանի։ Ասենք դա ցույց է տալիս, որ համապատասխան բնակավայրերում ինչ ձևաչափով են ուրեմն մասնակցել թիվ 1-երը այդ ուրեմն ուժերի։ Օրինակ, որ մեկի մտքով է անցնում, ասենք, եթե կոմունիստական կուսակցությունը օրինակ Գյումրի քաղաքում Վարդան Ղուկասյանով չներկայացվեր կոմունիստական կուսակցությունը ինչ որ ձևաչափով հնարավորություններ Գյումրիում անցնելու, իհարկե ոչ։ Դրա համար հարգելի հայրենակիցներ, պետք չէ հավատալ կապիտուլյանտ Նիկոլին եւ ընդունել այն կեղծ տեսակետը, որ նախ ինքը հաղթանակ է տարել, երկրորդն էլ ինքը ուրեմն այդ հաղթանակը պայմանավորված է իրենով։ Ոչ։ Այդ հաղթանակը պայմանավորված է մեծ մասամբ Արգիշտի Մեխակյանով եւ Ավագանիում ցուցակում ընդգրկված մարդկանցով, որոնք եւ ստիմուլ են տվել, որ այհամապատասխան գյուղերի բնակիչներ եւ որոշ էջմիածինցիներ գնան եւ իրենց ձայնը տան ԿՊ-ին։ Հիմա ինչ վերաբերվում է կյանք ընտրելուն, վաղաշապատում ԿՊ-ի տարած հաղթանակը դա կյանք ընտրելն է։ Ուրեմն կրկնում եմ, եթե այդպես է, Նիկոլ Անհող, ուրեմն վաղաշապատցիների 51.5%-ը փաստորեն ըստ քեզ ընտրել է մահը, ոչ թե կյանքը։ Բացի այդ, փաստորեն պարզվում է էջմիածինցիների 70%-ը չընտրելով ԿՊ-ին կրկին ընտրել է մահը։ Նիկոլ Անհող չփորձես բոնուսով ստացած հաղթանակը Բենիտո Մուսոլինիի ֆաշիստական Իտալիայի առաջնորդի կողմից կազմված ընտրական օրենսգիրքը օգտագործելով, որը նախկինների օրոք ընդունվեց Հայաստանում եւ դու ժառանգեցիր դա, քեզ հրճակես որպես հաղթանակած։ Դու չես հաղթանակել այս ընտրություններում, ինչպես հաղթանակում են ժողովրդավարական եւ ազատ երկրներում։ Իսկ այդ երկրներում իրեն հաղթանակած համարում է այն մարդը, որը գոնե ընտրություններին մասնակցած ընտրողների ձայների պարզ մեծամասնություն է ստանում, այսինքն 50% գումարած 1 ձայն։ Իսկ դու ստացել ես ընդամենը 48.5%, որը 51.5%-ից ավելի քիչ է, եւ դու հաղթանակած չես, բոնուսով կրած Նիկոլ։